հարկային բեռի ավելացման մասին է, A եւ B շրջանառության հարկը որպես այդպիսին հարկատեսակ շրջանառությունից հանելու մասին է։ Այս ֆիքսենք եւ արձանագրենք։ Առաջի երամսյակի հաշվետվությունների արդյունքում հարկային բեռը ավելացել է 60-70%-ով։ Բայց ինչ ենք մենք խնդրում։ Մենք խնդրում ենք, որ կառավարությունը ունենա ազնվություն, ասի, որ իրանք ունեն ճեղքված բյուջեում եւ այո, այս եղանակով փորձում են ապահովել մուտքեր փորձում են ապահովել եւ մեզ չհրճակեն հակապետական շրջանառության հարկը չհրճակեն արտոնյալ չհամեմատեն նույն ոլորտներում գործող ԱՀ-ի դաշտում եւ շրջարկի դաշտում բիզնեսները, հա, հիմնավորում են, որ 2.1-ից 2.8% տարբեր հարկեր են վճարում։ Նույն ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողները, որովհետեւ չի կարելի հասարակ քաղաքացուն, չգիտեմ, շրջանավարտ ուսանողին, նորաստեղծ ընտանիքի ստեղծված բիզնեսը համեմատել տասնամյակներով ապօրինի, արտոնյալ, զարտուղի ճանապարհներով ձեռք բերված բիզնեսների, այդ եկամուտները կապիտալիզացրած բիզնեսների, ՍՊ-ների եւ գրուպերի հետ այդ մարդկանց դնել նույն հարթության վրա պարզապես չի կարելի։ Բայց մի ամտություն չի 7 տարի նույն դասարանում մնացած կառավարությունից նման սպասելիքներ ունենալ։ Չէ, գիտեք ինչ, բոլոր դեպքերում եկեք շատ պրովոկացիոն հարցեր չտանք, խոսենք իրականությունից, բայց Փաշինյանն ասել էր աշխատում է մեր բոլորիս հարկերի շնորհիվ, ճիշտ է, եւ մենք փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել։ Մենք գործատուն ենք, գործ անողը ում մենք գործ ենք տվել, գործը լավ չի անում, խնդրում ենք թե պահանջում։ Եվ խնդրում ենք եւ պահանջում ենք զուգահեռ։ Խնդրում ենք եւ պահանջում ենք հիմնավորելով փաստարկները։ Իսկ դուք ձեզ հերոս զգում եք, որովհետեւ Փաշինյանն ասում էր, որ հարկատուն հերոս է։ Գիտեք, հերոս չէ, տենց ամպագորգոր պետք չի ասել, պարզապես Հայաստանում ապրելը, ինչ-որ բան ստեղծելը եւ հարկեր վճարելը իրոք դժվար է։ Իրոք դժվար է։ Հիմա մի հատ Տիգրան Մեծի պողոտայով քայլեք, սա քաղաքի կենտրոն է, տեսեք ինչքան խանութներ կան փակված։ Բիզնեսը որպես այդպիսին շատ դատապարտված է Հայաստանում։ Շատ դատապարտված է։ Որովհետև եւ մրցակցությունն է անարդար, այդ նորություն չի էլի, եւ այն ականջահաճո ձևակերպումները, որ մեր միջոցով ուզում են խոշորի հետևից գնան, իրականությունից կտրված հայտարարությունից է, որովհետև գիտենք, որ Հայաստանում պայմաններ թելադրում է խոշորը, փոքրը այլ ընտրանք չունի, կամ կընդունի այդ պայմանները, այդ խաղի կանոնները, կամ պարզապես գոյություն չունենա։ Իսկ չեք տեսնում միտում հենց դրանով ուզում են փոքր եւ միջին բիզնեսը ընդհանրապես հանել եւ ընդհանրապես Շորժ ջան, եթե կառավարությունը հայտարարում է, որ որդեգրել են քաղաքականություն, որ շրջանառության հարկը որպես այդպիսին հանում են, բոլորին տանում են ՆԴՍ-ի դաշտ, շատ ակնհայտ է, որ այդտեղ 90%-ը այդ մրցակցությունից դուրս է մնալու եւ պարզապես փակվելու է։ Պարզապես փակվելու է։ Հիմա մեր խնդրանքը, որպեսզի հենց այդ է մեր խնդրանքի ամբողջ էությունը, որ տեսնեն, որ կա, այս թացը չորի հետ պետք չի խառնել։ Այս մարդիկ կան, այս մարդիկ ինքնազբաղված մարդիկ են, մեծամասամբ թոշակառու են, բայց իրանց օրը 1000 դրամ մի մրգի փող կամ իրենց թորնիկին մի կոնֆետի փող կարողանում են բոլոր դեպքերում վաստակել։ Պետք չի այդ մարդկանց ազգի դավաճան հռչակել։ Պետք չի այդ մարդկանց հռչակել, որ իրանք հարկերից կամ турքերից խուսափում են։ Չէ, այդ մարդիկ կան, ռեալ մարդիկ են, գոյություն ունեն, ապրում են։ Պետք չի այդ մարդկանցից պահանջել խորը, հաշվապահական, մասնագիտական գիտելիքներ եւ ստիպել, որ իրանք կրթվեն։